Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Աղմկոտ գործերով հայտնի իրավապաշտպան Լև գրուպ փաստաբանական ընկերության ղեկավար Դոկուսակցության շտաբի պետ Լևոն Բաղդասարյանը անդրադարձել է մեր օրերում հաճախ հանդիպող ցավալի երևույթներից մեկին, ասելիքը համեմելով ժողովրդական առածով եւ հայտնի մտածող Հենրի Ֆորդի մեջբերումներով։ Ժողովրդական խոսքն ասում է, անվճար պանիրը կարող ես գտնել բացառապես թակարդում։ Բազմաթիվ քցված օրինապաշտ քաղաքացիների եմ ընդունել, ովքեր իրենց տարիների ձեռք բերածը մի ակնթարթում կորցրել են։ Հարկավոր է իմանալ, յուրաքանչյուր ապրանք ծառայություն իր գինն ունի։ Երբ ձեզ ապրանք են առաջարկում, օրինակ մեքենա, անշարժ գույք, զարդեղեն, ինքնարժեքից կամ շուկայական գնից մի քանի անգամ էժան, մի գնացեք գործարքի։ Այն իր մեջ ոչ միայն ռիսկ է պարունակում եղածդ կորցնելու, այլ նաև կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ։ Հիշեք ժողովրդական հայտնի խոսքը՝ թանկից էժանը չկա։ Եվ Հենրի Ֆորդի խոսքերը՝ ես այդքան հարուստ չեմ, որ էժան ապրանքներից կամ անորակ ծառայություններից օգտվեմ, հայտարարել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Իսպանիայում տղամարդը բարձրացել է ինքնաթիռի վրա, թռչկոտել ու ապարել, ինչի հետևանքով 2 ժամ հետաձգվել է չվերթը։ Կադրերում երևում է, թե ինչպես է զբոսաշրջիկը ձեռքերը թափահարում, բղավում օդանավակայանի աշխատակիցների վրա եւ հանում վերնաշապիկը։ Անվտանգության աշխատակիցները ձերբակալել են նրան։ Սպաները ենթադրել են, որ նրա պահվածքը կարող էր պայմանավորված լինել հոգեբանական խանգարմամբ եւ տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։ Ավելի վաղ զբոսաշրջիկը մերկացել էր մինչեւ ներքնազգեստը եւ ծեսկրտուկ սարքել դեպի Բանգկոկ չվերթի ինքնաթիռում։ Մենք կարող ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել մինչև Հայաստանում հաջորդ ընտրությունները, այսինքն մինչև այս տարվա հունիսը։ Նման հայտարարություն են անել Ադրբեջանի ազգային ժողովում։ Ադրբեջանցի պատգամավորը կրկին շեշտել է, որ դրան հասնելու համար Հայաստանը իբր պետք է պարտավորվի իր նոր սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել։ Խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է անցյալ օգոստոսին, այն պետք է քննարկվի խորհրդանում։ Ես առաջարկում եմ այս հարցը ներառել Գարնանային նստաշրջանի աշխատանքային ծրագրում, հայտարարել են Բաքվում։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Աբու Դաբի, որտեղ փետրվարի 4-ին տեղի կունենա Շեյխ Զայեդ հիմնադրամի մարդկային եղբայրության համար 2026 թվականի մրցանակաբաշխությունը։ 2026 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.5 անգամ, իսկ նախորդ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 2.8 անգամ։ Ընդհանուր դեպքերի գրեթե 80.3%-ը կազմում են 0-ից 18 տարեկանները, առավել բարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-ից 4 տարեկանների շրջանում։ Հայաստանում շարունակում է շրջանալվել ռինովիրուսը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, պարագրիպը։ Հորդորում են խուսափել սուր շնչառական վարակին բնորոշ երևույթներով հիվանդների հետ շփումներից, եթե հիվանդ եք, մնացեք տանը, հատկապես սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի թույլատրեք հաճախել մարդաշատ վայրեր, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին եւ մի զբաղվեք ինքնաբուժմամբ, մի օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի եւ սուր շնչառական վարակների բուժման համար։ Հագնվեք եղանակին համահունչ, պահպանեք հազի եւ փռշտալու վարվելակարգը, օգտագործեք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխեք փակ տարածքները եւ հետեւեք անձնական հիգիենային։ Փաստական նյութեր են ձեռք բերվել այն մասին, որ Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Արցախի մշակութային ցեղասպանության ու հայկականությունը բնաջնջելու քաղաքականությունը շարունակվում է առ այսօր։ Թիրախում է հայտնվել Մարտակերտի շրջանի Վաղուած գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը, պոկել եկեղեցու սրբապատկերները։ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական բնիկության հետքերը օկուպացված Արցախում, այն ծառայեցնելով տարածաշրջանային իր հավակնություններին։ Ցավալի է, որ քրիստոնեական արժեքների պահպանման շահագրգիռ միջազգային կառույցներն ու դրանցում ներգրաված անձինք կարծես թե չեն նկատում համընդհանուր քրիստոնեական ժառանգության մաս կազմող հայկական քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցի կարևորությունը։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ Ինչպես է Հանրապետության հրապարակից ապամոնտաժվում Լենինի արձանը։
Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։